Առայժմ ես չեմ ցուցմունք չեմ տվել, հարցաքննություն չի ելել։ Առայժմ այդ ամենի մասին քիչ անց կհայտնեմ։ Հիմա սպասելի է, որ ըստ էության որևիցե մեկը նկատի ունեմ պաշտոնանկ չի լինելու այդ թվում եւ նախապետը տեսեք այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանի երեքնակ Նիկոլ Փաշինյանը մտածում էլ քպականներն ասում էին դատապարտում ենք ընդհանրապես դա բայց նաեւ ասում են որ պաշտոնյա է որի նյարդերը եւս կարող են տեղի տալ իսկ օրինակ հանրապետությունն էլ ասում են որ աշխարհաքաղաքական կենտրոններից է կողորտվել իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել Պուտինն էր ասել որ այդ ամենը տեսեք շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարարկվում էր թե իբրև ես թե պարոն Մանուկյանը պահանջել ենք թաղապետի հրաժարականը որից մեկը չի կարող բերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ որտեղ մենք ասում ենք մենք պահանջում ենք թաղապետի հրաժարականը այլ ընդհակառակը դա այնպիսի բան է որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանց որոշումը պետքա կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանք իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ թաղապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին է եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան էր վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէ կասկածում, որ նրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետև այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է, բայց տեսեք ես ամեն ինչ ցուցադրել եմ, ամեն ինչը հրապարակված է, այսինքն ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի, սպառնա, վիրավորի, հետո էլ ծեծեն, թող դրանք որ առաջ թաղապետարանում յոգուրտային ակցիա եք իրականացրել, արտահայտություններ եք ասել, տեսեք ես եթե մենք քաղաքակիրթ միջավայրից ենք խոսում, ես իրականացրել եմ քաղաքական ակցիա, այսինքն ես ոչ ոքին չեմ սպառնացել, չեմ ծեծել, այսինքն իմ իր արարքի արձագանքն եմ տվել քաղաքական գնահատականն եմ տվել, այսինքն դա քաղաքակիրթ միջավայրում դա դատապարտելի չի, այ հենց իրականում հենց եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, հա իրանք խոսում է, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։ Եվ խնդրում եմ ձեր թույլտվությամբ ես շարունակեմ եւ էլի ձեր հարցերին մեծ հաճույքով ամբողջովին կպատասխանեմ։ Եվ տեսեք հետաքրքիր է այն է, որ իմ հրապարակումները կոռուպցիային բազմաթիվ այլ եւ հենց թաղապետի ասածով Արի ես քեզ աշխատանք եմ առաջարկում, եթե սրտացավ քաղաքացի ես, արի ես քեզ համապատասխան աշխատանք եմ առաջարկում, բարձր աշխատավարձով լայն լիազորություններով։ Այսինքն Տիգրան Տեր-Մարգարյանն էր, ձեզ առաջարկում էր այսինքն լայն լիազորություններով աշխատանք բարձր վարձատրվող ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժեհամակարգ, որը ես այդ գիծը չեմ անցնում, այսինքն անկախ ամեն ինչից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքներին դեմ է, այսինքն եթե դե ես այդ ամենը միայն դրա համար եմ դիտարկում, պատկերացրեք, եթե ես պաշտոն ընդունեմ, բնականաբար ես պետքա լռեմ, եթե ես պաշտոն եմ, ինչպես կարող եմ ես բացահայտել պետական պաշտոնյան կոռուպցիան։ Իշխանական լրատվամիջոցներում տարածվեցին տեղեկություններ, որ ձեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը եւ հարցադրում արվեց, թե այնուամենայնիվ, եթե դուք չեք աշխատում, որտեղից ձեզ ֆինանսական միջոցներ այդքան եւ ապրելու համար։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադիր դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի փաստահեն փաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, ախր ինչ անը, այսօր ես ոնց հասկանում եմ, ով
ընդդիմադիր հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկիների հետ կապած է, կամ ռուսի շպիոնը, ֆինանսավորումը։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ կարգավիճակումը գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսը, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ իմ հեռախոսով մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկին չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացնեն, իմ միջոցներով եմ իրականացրել։ Այդ թվում շատ իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցել, որը իմ շահերը պաշտպանելու համար ես փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ հոգացել, սակայն այս վերջի միջադեպից հետո սենց մեծ ֆինանսական բեռ է ինձ վրա եկել առաջացել, որի արդիվ ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրա համահավաք իրականացնել, ես ժողովրդին խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցեն, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծեմ։